Պարոն Սասունյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին։ Մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր գնահատականը եւ այսպես ես կխնդրեմ մանրամասն ձեր մեկնաբանությունը տաք Թրամփի հայտարարություններին Դավոսում, մասնավորապես, այսպես ասենք, հա, ինչ հիմնական շեշտադրումներ էր անում Թրամփը, սրանք ըստ էության նոր մարտահրավերներ են նրա կողմից, Կանադայի վարչապետի, որտեղ նաև սկանդալային հայտարարություն է ի պատասխան Թրամփի հայտարարություններին, որ Թրամփը տնտեսական մաքսատուրքերը մահակ է դարձրել, խնդրեմ Թրամփի հայտարարություններին անդրադառնաք, այնուհետև նաև ինչ նոր աշխարհակարգ է ձեզ ձևավորվում, արդյոք աշխարհը կիսելու ճանապարհին են, թե այս կերպ Թրամփը փորձում է վերջնականապես Ռուսաստանի եւ Չինաստանի հարցերը լուծել, որովհետեւ առևտրային բոլոր ճանապարհները փորձում է իր ձեռքը վերցնել։ Համեցեք։ Ուրեմն ես Միացյալ Նահանգների նախագահը լրիվ փորձանք է դարձել ոչ միայն ամերիկացիներին, այլ ամբողջ աշխարհին, որտեղ նախկինում երբ որ 4 տարի նախագահ էր լսում էինք ամենի արդարոց խոսքերը իրենից, հիմա էլ 1 տարի է որ նախագահ է նորից ամեն օր ամեն րոպե լսում ենք շատ արդարոց հայտարարություններ, անիմաստ, հաճախ սուդեր, գեղձիկներ եւ այսպես ամբողջ աշխարհը մեր վրա ծիծաղում է, այսինքն ամերիկացիները վրա ծիծաղում են, որ ինչպես կարելի է ամերիկան այսպես նախագահ ունենալ։ Իսկ վերջերս շատ ավելի վատ է իր հայտարարությունները, որովհետեւ դարիք արել է արդեն հաճախ չի իմանում ինչ ասել է, որոշ բաներ հայտարարում է, ասում է չէ, ես այդպես բան չեմ ասել։ Եթե բարձ մի մարդ լիներ, ոչինչ, եթե բադավում է բարձ մարդոց, բայց երբ որ Միացյալ Նահանգների գերզոր պետության նախագահն ես, շատ անարմար է, որ այսպեսի մարդ լինի ղեկավարը եւ այսպեսի հայտարարություններ անի եւ դեսանք թե վերջերս ինչ վադայեց, երբ որ Դավոս գնաց ելույթ ունեցավ, այնպեսի անհավատալի խոսքեր ասեց այդտեղ ներկաները բարձ մարդիկ չէին, զանազան երկրներու նախագահներ, վարչապետներ եւ սկսավ այդ մարդոց հանդիմանել, վիրավորել, մարդիկ շշմած էին, թե այս ինչ բան է, ոնց կարելի է ամերիկան նախագահ այսպիսի բաներ ասել, վիրավորեց նույնիսկ իր ոչ միայն թշնամիներին, այլ ավելի վտանգավոր է իր տաշնակիցներին, նատոյան տաշնակիցներին, ասելով, որ ես չեմ իմանում, եթե նատոյի անդամները, եթե Ամերիկան պետք ունենա իրենց օգնության, գալու են մեր օգնության, դա լրիվ հիմարություն էր, որտեվ մեկ անգամ որ ՆԱՏՕ-ն ըստ իր 5-րդ հոդվածի, որ հարձակում մեկ երկրի վրա հարձակում է բոլոր ՆԱՏՕ-ի անդամների վրա, դա է սկզբունքը, մեկ անգամ որ սկզբունքը գործադրվել է, չեմ դրի 50-60 տարի է, դա երբ որ Ամերիկան գնաց հարձակվեց Աֆղանստանի վրա եւ ՆԱՏՕ-ն ամիջապես օգնության եկավ եւ աջակցեցին նույնիսկ այդ բարակային էլ Թրամփը արեց շատ վիրավորական մի խոսք, ասեց որ հա ՆԱՏՕ-ի որոշ անդամներ մասնակցում էին Աֆղանստանի պատերազմին ամերիկյան բանակի հետ, բայց իրենք կանգնել էին յետևում, առաջնային գծի վրա չէին, պետել վիրավորական էր եւ սուդեր, զանազան երկրների զինվորներ հայրուրներով առաջնային գծի վրա էին եւ հայրուրավոր զոհեր տվեցին Ամերիկայի շահերը պաշտպանելու համար, այսինքն շատ աբերախտ մի մոդեցում է, ոչ միայն սուդ է, այլ աբերախտ է, այսպես շարունակ եւ նաեւ վերջին օրինակը եղավ վարչապետ Կանադայի վարչապետի շատ անգերց արտահայտությունները ասելով որ մեր միջազգային դրությունը գործանվում է Թրամփի անուն չդվեց, բայց ամեն մարդ գիտե որ ինչի մասին է խոսքը եւ ասեց մի ոչ միայն նոր դրություն չի ստեղծվում միջազգային, այլ եղածն էլ գործանվում է
ինչ որ շատ զայրացրեց Թրամփին անշուշտ, որտեղ ինքը շատ ինքնահավան մի մարդ է, չի ուզում ոչ մեկ իրեն հետ համացան չլինի, միան պիտի ասես ես, այո, պիտի ասես, եւ սկսավ քննադատել Կանադայի վարչապետին, հետո երբ որ վերադարձավ, դակավին զայրացած էր Կանադայի վարչապետի խոսքերից, երբ որ տեսավ թե ամերիկան տնտեսական այսպես սերմումներ դնում էր Կանադայի վրա, Կանադան ստիպված նոր համաձայնագիր ստորագրեց Չինաստանի հետ, Թրամփը այդ որ տեսավ շատ ավելի զայրացավ եւ ասաց որ շուտով Կանադայի թեմ 100%-ով տարիֆ, այսինքն հարկ պետք է դնե ամերիկյան կանադական ապրանքները, որ ամերիկա կան, բայց երեք տեսանք ինչ պատահեց, այդպես չի որ Թրամփն ասաց որ Կանադան երբեք երախտապար չի եղել Ամերիկային, որտեղ Կանադան իր գոյությունը պահպանում է շնորհիվ Ամերիկայի, Կանադայի վարչապետը ասաց այդպես չի, մենք մեր կյանքը չենք ապրում շնորհիվ Ամերիկայի, եւ երբ որ Թրամփ հայտարարեց որ 100% հարկ է տնելու կանադական արտադրության վրա ներմուծվող Ամերիկա, 3 միլիարդ դոլարի գատ որ ամերիկան ծախում էր Կանադային եւ որ հասան Կանադայի սահմանը կանադացիները կանգնեցրեցին այդ գաթը եւ մերժեցին ընդունել հիմա այդ 3 միլիարդ դոլարի գաթը որ հազարավոր ամերիկյան ընկերություններ արտադրում են հողագործներ գատ պատրաստող մարդիկ իրենք սնանկանալու եզրին են, որտեղ 3 միլիարդ դոլարը գործրեցին եւ այդ գատը բջանալու է եւ ամենը զարմանալին այն է որ ցավալին Կանադան Ամերիկայի թիվ 1 դաշնակիցն է ոնց կարելի է վարվել Ամերիկայի թիվ 1 դաշնակիցի հետ ավելի ինչ որ անում է ավելի թշնամիի հանդեպ վերաբերմունք է ոչ թե Տաշնագեցի վերջին մի բան ավելացնեմ Համեցեք վերջին բան ավելացնեմ եւ մի շաբաթ առաջ երբ որ անընդհատ խոսում էր Greenland որ պիտի Greenland-ը պիտի ինքը հարցակվի գրավի վերցնե Ամերիկայի գծի եւ այլն Միալ որ Եվրոպացիները սկսան փոխել թե էդի ոնց կարելի է Դանմարկայի պատկանում Դանմարկան ՆԱՏՕ-ի դաշնակից է չի կարելի ՆԱՏՕ-ի թեմ լինել ՆԱՏՕ-ն կգործանվի եթե Թրամփը սպես շարունակի ՆԱՏՕ-ի թեմ ուրեմն Թրամփը տեսավ որ Եվրոպացիները թեմ են իր Գրինլանդի ծրագրին ասաց որ փետրվար 1-ից սկսյալ 10% հարկ է տնելու եվրոպական երկրների ապրանքների վրա, որ ներմուծվում են Ամերիկա, եւ հետո ասաց կարծեմ 3 ամիսի հետքը 10%-ը բարձրացնելու է 20%-ի, ուրեմն էդել շատ զայրացրեց եվրոպացիները, որ ՆԱՏՕ-ի անդամներ են մեծ մասը եվրոպական միության եւ դաշնակից են Ամերիկայի եւ Դավոսին որ վերադարձավ Թրամփը նորից սկսավ սուդեր խոսալ եւ ասել որ հա ինչ որ մենք լուծեցինք Գրինլանդի հարցը եւ մենք ինչ որ ուզում ենք ստացանք ՆԱՏՕ-ից եւ ուրեմն այդ 10% 20% հարգերը չեղյալ են չենք բարդատրելու այդ հարգերը բայց էդել լրիվ հիմարություն էր, որտեվ Գրինլանդը ՆԱՏՕ-ին չի պատկանում, Դանմարկային է պատկանում, եւ ոչ Դանմարկան, ոչ էլ Գրինլանդը այդպեսի համաձայնություն չեն եկել, որ Թրամփին կամ Ամերիկայի դան, այն ինչ որ ինքը ուզում է։ Այս է շատ խայտարակ վիճակի մեջ ենք բոլորս էլ աշխարհով մեկ, այս մարդը որքան որ դարիքա առնում է ավելի գործնում է իր ուղեղը, իր հիշողությունը, չի իմանում իր ասածը
ինքն հագատրում է իր ասածներին մի օր մի բան ասում հաջորդ օրը հագարակը չի հիշում իր ասածները եւ այս մարդը դակավին 3 տարի ունի ուսամ վերջում մի ամերիկացիները մի լուզում գտնեն որ այս մարդի այս Թրամփից ցերպազատվեն որքան շուտ այդքան լավ Պարոն Սասունյան, ըստ էության ինքնիշխանությունը ոտնահարել, գեստապոյի նման է դարձել Թրամփը, եւ այո, Գրենլանդիայի հետ կապված եվրոպական երկրների արձագանքը, Մակրոնի արձագանքը, Բելգիայի վարչապետի արձագանքը, ես կխնդրեմ այս մասով ավելի մանրամասն ձեր տեսակետը արտահայտեք։ ներողություն մի փորձում եմ դնել գաբը որ չգդրվի եղավ գներեք կարող եք նորից կրտել ծեր արծումը Ըստ էության ԱՄՆ-ն գեստապոյ է դարձել, ինքնիշխանության ոտնահարում, այս ամեն ինչը, նույն Գրենլանդիայի հետ կապված Մակրոնի հայտարարությունը, Բելգիայի վարչապետի հայտարարությունը, այս ամենի հետ կապված, հա, կխնդրեմ ավելի մանրամասն ձեր տեսակետը արտահայտեք։ այո այսինքն Թրամփը վիրավորում է բոլորին մանավանդ ամենը մոտ տաշնակիցներին նայեմ մոռացածելու որ Անգլիայի վարչապետը որ Անգլիան թիվ 1 տաշնակիցն է Ամերիկային շատ զայրացած էր երբ որ ասաց որ ՆԱՏՕ-ի զինվորները չգրվեցին Աֆղանստանում Եդևում կանգնեցին եւ այլն վարչապետը շատ խիստ արտահայտություն ունեցավ Անգլիայի վարչապետը Թրամփի վերաբերյալ Մակրոնն էլ մի հայտարարություն արել էր գրավոր Թրամփին ուղարկել էր որ այսինչ է անում մենք չի կարելի այսպես աշխատել, այսպես հարաբերվել իրար հետ եւ զարմանալիորեն Թրամփը դեղել մի խախտում լուրջ խախտում կատարեց Մակրոնի յուրահատուկ այսպես քրությունը որ Թրամփին ուղարկել էր Թրամփը էդի բացահայտեց ամբողջ աշխարհին բայց էդել իշահ Թրամփին չէր այդ բացահայտումը իվնասիրն էր բայց ինքը այնքան դքեդ է որ նույնիսկ չի հասկանում թե ինչը իր շահին է ինչը իր շահին չի դեր մոռանանք Ամերիկայի շահերը որտեղ ինքը շատ ինքնավան մարդ է անդադ մտահոգ է իր շահերի մասին անձնական եւ կրբանի մասին ոչ թե երկրի շահերի մասին բայց տեսնում ենք որ նույնիսկ չի իմանում պաշտպանել իր շահերը այսինքն գործանում է ոչ միայն Ամերիկայի շահերը այլ երկրների շահերը այլ նաեւ գործանում է ինքն իր վարգանիշը Եվ այս իրականության մեջ Դավոսում էր նաև Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանը, Ալիևը։ Ես կխնդրեմ նախանդրադառնաք այս մեր ներկայացուցիչների, հա, այսպես ասենք, այդ ողորմելի կեցվածքին, այդ իրողությանը, հետո նաև արդեն Ալիևի հետ, իմիջիայլոց Ալիևի հետ հենց միայն առանձնազրույց ունեցավ Թրամփը, համեցեք։ Ուրեմն սկսենք դեռ մի քանի բաներ կան կարևոր ասելիք նախ շատ զարմանալի էր եւ վիրավորական որ Հայաստանի նախագահը Ալիևին շնորհակալություն է հայտնում ոնց կարելի է շնորհակալություն հայտնել Տշնամի երկրի ղեկավարին որ հարձակվել է ոչ միայն Արցախը գրավել է Հայաստանի սահմաններից ներս մտել է 5 տարի մնում է դեռ 4000 ավելի հայ երասար զինվորների մահվան պատճառ եղել է հազարավոր հազարավոր ավելի զինվորներ վիրավորվել են եւ անընդհատ բարդացնում է Փաշինյանին այս սիճումը, մյուս սիճումը, այս բանջումը սահմանությունը փոխել 300,000 ազերիներ ապրեն Հայաստանում, Հայաստանը գոչում է Արևմտյան Ադրբեջան եւ այլն, այսպեսի մարդուն ոնց կարելի է շնորհակալություն հայտնել, այսինքն չեմ դեռ ինչի համար նախագահ ինքը եկել է Դավոս, արդեն վարչապետը է դեղեր, վարչապետը եւ նախագահ երկուսը միասին եկել են Դավոս, շատ արդարոց մի բան էր, ընդհանրապես նորմալ սկզբունքը խախտում են, որտեղ չի կարելի երկրի երկու գլխավոր ղեկավարները միաժամանակ Հայաստանից երկրից դուրս ելնեն, ոչ մի երկիր այդպես բան չի անում, եւ որքան որ ես իմանում եմ,
Դավոսում ոչ մի երկիր չկար, որտեղ թե նախագահը եւ թե վարչապետը այդտեղ էին։ Կամ նախագահը գալիս է, կամ վարչապետը եւ ոչ թե երկուսը միասին։ Ինչի համար է որ երկուսը միասին դուրս պետք է գնան, որտեղ եթե մի վտանգ սպառնա երկրին, առնվազն մի ղեկավար պետք է լինի, որ երկիրը ղեկավարի այդ վտանգի դիմաց, անակնկալ վտանգի դիմաց եւ երկիրը պաշտպանի եւ ոչ թե լինի հազարավոր կիլոմետր Հայաստանից դուրս։ Ուրեմն դա վերաբերում է Խաչատուրյանին, որ ինքը իրավունքներ այդպես խոսքացելու։ Ինչ վերաբերում է Փաշինյանին, տեսնում ենք, Փաշինյանը ամեն ինչ անում է, որ մի կողմից Ալիևին զիջումներին ենթարկվում է, մյուս կողմից Էրդողանին, մյուս կողմից Եվրոպական միության։ Հիմա էլ ենթարկվում է 100% կամ 1000% Թրամփի ամեն մեկ շարժման խնդրանքին, հրանքին եւ Թրամփը մենք իմանանք թե ինքը քաղաքականությունը չի հասկանում, երկրի ղեկավարը չի իմանում, միջազգային քաղաքականություն չի իմանում, բայց ինքը երկար դարներով փորձ ունի որ շոուման, որտեղ ինքը TV վրա շոու ուներ, բավական հաջող շոու էր եւ Իրանի այդ շոուի մեջ մնար եւ ոչ թե տեխնազոլար նախագահության։ Ուրեմն եթե որ շոու անելու գալիս է գազམ་ակերպելու ինքը շատ հաջողակ մի մարդ է շոուի եւ մեծ շոու գազམ་ակերպել էր, ինչպես որ գազམ་ակերպեց մի շոու օգոստոս 8-ին Սպիտակ տան մեջ Ալիև, Փաշինյան եւ Թրամփ էդել շոու էր։ Հիմա էլ մի նոր շոու ավելի լայն մասշտաբով աշխարհի առաջ որ խաղաղության վարչություն հայերենով եթե թարգմանենք լինում է որ զանազան երկրներ մոտ 60 երկիր հարաբերել էր մոտ կարծեմ 19 ընդունել էին եկել էին եւ նաեւ բանջում էր որ ամեն երկիր որ այդ վարչության անդամ լինի խաղաղության վարչության ամեն մեկը $1 միլիարդ վճարի առանց բացահայտելու թե այդ $1 միլիարդ ուր է գնալու ով է առնելու ինչի համար է ինչ անելու այդ $1 միլիարդով եւ մենք նաեւ վստահ չենք եթե Հայաստանը համաձայնվել է $1 միլիարդ տալ թե ոչ թե ասում են որ չէ այդպես չի եւ այլն բայց հստակ չի եւ եթե իսկապես բացահայտվի որ Փաշինյանը խոստացել է $1 միլիարդ վճարել մի բան որ ինքը իրավունք չունի որտեղ իր անհատական փողը չի էդի պետության փողն է եւ մենք արդեն Հայաստանը արել է միլիարդավոր դոլարներ բարդ օդար պետություններից հաստատություններից հիմա $1 միլիարդ էլ ավելացնել իզուր դեղը ոչ մի իմաստ ունի Հայաստանի շահերը չի փոխում եւ անշուշտ Ալիևն էլ նույն սխալ վարվելակերպ ունի ինքն էլ հիմա ենթարկվում է Թրամփին մտածելով որ Թրամփը մի մեծ ղեկավար է որ պետք է ենթարկվել եւ նաեւ ինչպես դուք ասացիք որ ճիշտ է Թրամփը եւ Ալիևը առանցին հանդիպեցին այդտեղ Թրամփը այդ հանդիպումից հետո մի հայտարարություն գրավոր հայտարարություն հրճակեց որտեղ ասում է որ մենք կորզակցելու ենք Ադրբեջանի հետ ինչ որ զինվորական ամրանքներ ենք ծախելու այդել բավական զարմանալի մի բան էր եւ որ դակավի խաղաղության տաշնակիր չի ստուգրվել ոչ թե շաշնակիրը այդքան էլ իմաստալից մի բան է բայց նույնիսկ այդ թղթի գդորը չի ստուգրվել բայց Փաշինյանը չհանդիպեց ինչպես որ Ալիևն հանդիպեց եւ այն բոլոր Փաշինյանական մարդիկ կողմնակից Փաշինյանի որ ասում են տեսակ Փաշինյանը նստել էր Թրամփի գողքին անշուշտ երկու բան այդտեղ սխալ մեկնաբանում են մեկը այն է որ այո մի կողմը Փաշինյանն նստած էր մյուս կողմը Ալիևը դա հաջող չեն նշում բայց ավելի բարձ մի բացատրություն կա այս բոլորի մեջ որտեվ ԱԲԳ-ի այփյանական գարկով էր երկրների աթոռների շարքը հերթը եւ Արմենիա, Հայաստանը եւ Ադրբեջանը այով սկսում են այբլարով ուրեմն
նստել են առաջին շարքի վրա, այդ էր պատճառը, ոչ թե որտեղ Փաշինյանը այդքան կարևոր է Ամերիկայի համար, բնականաբար Տրամպը նույնիսկ չի հիշում թե Փաշինյանը ով է, շես որ տեսանք մի քանի ամիս առաջ որ Գազայում հանդիպում եղավ նորից մի այլ շոու կազմակերպեց Տրամպը եւ Փաշինյանը եւ Ալիևը եւ մյուսները այդտեղ էին, Փաշինյանը երբ որ մոտեցավ Տրամպին, ասեց ես Հայաստանի վարչապետն եմ, երբ որ ինքը մոտ 2 ամիս առաջ Սպիտակդան մեջ եղել էր, հրավիրվել էր Տրամպի կողմէ, բայց անշուշտ Տրամպը չէր հիշում թե ինքը ով է, ուրեմն նորից ինքը իր անունը ներկայացրեց Փաշինյանն եմ Հայաստանի վարչապետ։ Ուրեմն եթե այդ շարքը չլիներ Արմենիա եւ Ադրբեջան, որ նստեն առաջին շարքի վրա, Փաշինյանը ոչ Փաշինյանը ոչ Ալիևը նստելու էին այդտեղ, այլ յետևը միտեղ նստելու են հավանաբար։ Լինել այնտեղ եւ որևէ կերպ նորից չբարձրաձայնել մեր ռազմագերիների մասին, խնդրեմ ես ասած այդ տեսակետը։ Այո, էլի մեր մնայուն ցավն է, որովհետեւ Փաշինյանը բազմաթիվ անգամներ շատ վատ բաներ է անում մեր քերիների վերաբերյալ, սկսելով օգոստոս 8-ից, արդեն օգոստոսի 8-ից առաջ էլ արդեն չէր սպառում քերիներով, նույնիսկ հայտարարություններ անում իր մամուլասուլուսի ընթացքին, Ռուբեն Վարդանյանի մասին ժխտական խոսքեր էր ասում, որովհետեւ ավելի մեղավոր ճանաչվի Ադրբեջանի կողմից եւ ավելի երկար տարիների բանդարգություն գրի, գալով օգոստոս 8-ին դեսանք երկու շատ ցավալի թեփ բադայեց այդտեղ Սպիտակդան մեջ, մեկը երբ որ Տրամպը եւ Փաշինյանը նստել էին կողքի, Տրամպը ինքը այս խոսքը բացեց, ասաց որ Ադրբեջանում կա 23 քրիստոնյաներ ասեց, այսինքն նկատի ուներ հայ քրիստոնյաներ, ասեց դուք ուզում եք որ այդ բանդարգենները ազատագրվեն, չէ, եւ Փաշինյանը բան չի ասում, Ալիևը բան ներքուն Տրամպը առաջարկում է, բայց երբ որ նույնիսկ Տրամպը առաջարկեց Ամերիկայի նախագահը, Փաշինյանը ամիջս պատասխանեց, ոչ չլինի որ այդ մասին ինչ որ քրություն տնեք այս ուշակրի մեջ, այսինքն չի ուզում որ քերիների մասին ոչ մի խոսք լինի, նույնիսկ որ Ամերիկայի նախագահը ինքը առաջարկում է եւ Տրամպը շարունակեց իր խոսքը, ավելի կարևոր մի բան ասեց որ ես կզանգեմ Ալիևին, կխնդրեմ որ իմ համար այդ քերիներին ազատ արձակի եւ կարծեմ որ ինքը այդ իմ առաջարկը կընդունի եւ ազատ կարձակի Փաշինյանը այդտեղ էլ բան չասեց եւ երբ որ դունից մեկնում էր Փաշինյանը Տրամպը իրեն ընկերացավ մինչև թուրը կամ ավտոն եւ խոսակցությունը լսեցինք հերոստաժամի վրա հերոստագայանի վրա որ Տրամպը ասեց Փաշինյանին իմ WhatsApp-ի համարը ունես եթե որևէ հարց լինի խնդրեմ ինձ զանգի ուրեմն Փաշինյանը օգոստոս 8 էր հիմա արդեն հունվարի վերջն են 5 ամիս անցել է եթե Փաշինյանը ամենափոքր հետաքրքրություն ունենար որ հայ քերիներին ազատագրի Բաքուի փանդից նույնիսկ այդ ժամանակ որ Տրամպը ինքը առաջարկում է Փաշինյանը երբեք եւ իր Տրամպի համարը ունի ինքը երբեք չի զանգել Տրամպին ասելու որ դուք խոստացել եք որ Ալիևին կզանգեք ինչ եղավ այդ գործը եւ այլն եւ հիմա երկրորդ հանգրվան եկավ այս հարցին եւ որ Դավոսում նստել էին կողքի եւ Փաշինյանը շատ հբարդ էր որ ինքը այդտեղ նստել է բայց վստահ եմ որ ոչ մի խոսք չի ասել քերիների մասին ճիշտ ոչ միայն չի փորձում ինքը այդ քերիները ազատագրել այլ չի ուզում որ այդ քերիները ազատագրվին որովհետեւ իր գարձիկով այդ քերիները եթե ազատագրվեն եւ վերադառնան Հայաստան կարող են խոչընդոտել իր վերընտրությունը որպես վարչապետ հունիսին
եւ այդ է բաժարը որ Փաշինյանը շատ ուրախ է եւ գոհ է որ այդ բանալիները մնում են Բաքվի փանդում եւ շուտով դադարվելու են ցգյանս կամ երկար տասնամյակներու փանդարգություն, որ երբեք չվերադառնան, որ ինքը հանգիստ վերընտրվի եւ նստի իր վարչապետի աթոռին վրա, վայելի իր վարչապետի բոլոր բարիկները։ Եվ պարոն Սասունյան, ինչպես գիտենք, փետրվարին սպասվում է ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան, այնուհետև Ադրբեջան։ Տեսեք, պարոն Աշոտյանը նաև շատ ճիշտ կոչ էր արել քաղաքական բոլոր ուժերին, որ այստեղ մենք մեծ անելիք ունենք, առ այն, որ մենք տեսանք Բելարուսի օրինակով ինչպես հաջողվեց քաղբանտարկյալներին ազատ արձակել, եւ հիմա Հայաստանում էլ տեսնում եք ինչ բռնաճնշումներ են իրականացվում մեր հոգեվոր սպասավորներից, սրբազաններից մինչև քաղաքացիական անձինք, ընտրված քաղաքապետեր, որոնց բառի բուն իմաստով սպանում են, որովհետև հենց այդպիսի ահազանգեր են գալիս մեկուսարաններից, եւ կոչ էր անում, որպեսզի համախմբվել եւ բարձրաձայնել հենց քաղբանտարկյալների եւ ոչ միայն ռազմագերիների հարցը հենսի գալուն ընդառաջ, որովհետև դրա նախադեպը արդեն մենք տեսել ենք Բելարուսի օրինակով, կխնդրեմ այս մասով ձեր խոսքը ուղղեք, համեցեք։ Այո, հիմա ես էլ երրորդ հանգրվանն է, երրորդ մի ոսկե առիթ է, վարշավեդի եթե ամենը փոքր հետաքրքրություն ունենար այդ քերիների հարցերով, եւ որ փոխնակա Հայաստան պետք է անպայման նստեն եւ լուրջ խոսեն իր հետ, թե այս մարդիկը շատ ծանր վիճակում են, անարդար դատավարություն է, այս մարդիկը քաղաքական բանտարկյալներ են, դատավարությունը ոչ մի միջազգային օրենքի համաձայն չի լինում, պետք է ամեն ինչ անեք դուք ամերիկացիները, որ ազատագրեք մեր քերիները, հիշեցնեն փոխնակային, որ նախագահինքը առաջարկել էր զանգել Ալիևին, թե ինչ եղավ այդ զանգը, ինչու այսքան ամիս ետքը չի զանգել, պետք է արդավազն միջև որ չեն հիշեցրել, որ գովիդ սխալ է Փաշինյանի կողմից, արդավազն փետրվարին այցելության պետք է հիշեցնեն, բայց վստահ չեմ որ կհիշեցնեն, որովհետև ինչպես ասացի, Փաշինյանը շատ ուրախ է, որ այս մարդիկը փանդում են եւ ուզում է որ փանդում մնան եւ այդտեղ էլ մահանան, մինչեւ իրենց կյանքի վերջը մնան եւ երբեք դուրս չգան։ Այդ է հիմա փոխնակա գալիս է ոչ թե Հայաստանի օգտին մի բան անելու, որովհետև ինքը այցելելու է թե Հայաստանը եւ թե Ադրբեջանը, ուրեմն երկուստեք էլ ուզում է հավասար նայ երկուսին եւ ոչ թե միակողմանի միան Հայաստանի, ինչ որ հասկանալի է դի եւ վստահ չեմ որ ովևէ Հայաստանը ինչ որ շահ ունենալու է այդ այցելությունից հավանաբար շատ ավելի մեծ շահ է ունենալու Ադրբեջանը ստանալով զինամթերք վաճառելով իր պետրոլը եւ այսպեսով Ալիևի երազը իրականանում է ամեն օր մի քիչ ավելի, որ ուզում է ինքը Ադրբեջանը ներկայացնի աշխարհին որպես շատ կարևոր ստրատեգիական երկիր, որ ամբողջ աշխարհը հիանում է Ալիևի վրա, հիանում է Ադրբեջանի վրա, թե եվրոպացիները, թե ամերիկացիները եւ թե մյուս երկրները։ Այս է խաղը, որ Ալիևը հետապնդում է եւ մենք էլ այդ խաղի մասնակից ենք, բայց մեր մասնակցությունը ոչ մի արժեք չունի, ոչ մի կարևորություն չունի։ Բայց մենք կարող ենք, չէ, մեր օրինակով ցույց տալ, որ դեմ ենք այս իշխանության վարած քաղաքականությանը եւ այո, ինչ որտեղ նաեւ ակցիաներով եւ հենց Վենսի գալուն ընթառաջ եւ Վենսի գալու պահից ի վեր ցույց տալու, որ այս հարցը առաջնահերթություն է եւ մանավանդ երբ որ խոսում են քրիստոնյաների նկատմամբ բռնաճնշումների մասին, քրիստոնեությունն ընդունած առաջին երկրում քրիստոնյաների եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդների մասնավորապես նկատմամբ տեղի է ունենում այսպիսի բռնաճնշում։ Ուրեմն մի բան ասեմ, որ մինչև ոչ մի մարդ մասին չի խոսել, բայց հուսամ օգտակար կլինի իմ առաջարկը, ուրեմն երբ որ վանսը փոխնակա Հայաստան հասնի, պետք է հազարավոր հայեր, Հայաստանի քաղաքացիներ գնան եւ շրջապատեն ամերիկյան տեսվարանդունը եւ իրենց փողոքի ցայնը բարձրացնեն, որ մենք բանջում ենք, որ ամերիկան
օգնի որ ազատագրի այդ մերկերիները Ադրբեջանից մեկ որ Ադրբեջանը դուրս գա Հայաստանի հողատարածքից եւ նաեւ այդտեղ երրորդ գեդը այնը որ պատկամը որ մենք Փաշինյանի թեմ ենք Փաշինյանը ինչ որ ստորագրի ինչ որ համաձայնվի հունիսին եթե հաջողանք որ Փաշինյանին հանենք իր աթորից մենք չեղարկելու ենք իր բոլոր համաձայնագիրները, իր խոստումները, իր զիջումները։ Ուրեմն պետք է որ հիմագուց արդեն շատ բան չի մնացել, մի քանի շաբաթ մնացել է փետրվարի այցելության, պետք է որ բոլոր անոնք որ հագարակ են Փաշինյանին, օպոզիցիան այսինքն, բոլորը միասնաբար ոչ մի անչափ միասնաբար մեծ հավաք կազմակերպեն թե ամերիկյան տեսփանատան առաջ որ Վենսը վստահ են որ այցելելու է որպես ամերիկայի փոխնակա եւ թե էլ Վարշավեդի շենքի առաջ որտեղ Վենսը հավանաբար հանդիպելու է Վարշավեդ Փաշինյանի հետ Եվ հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող այս ճնշումները սա խայտարակություն է քահանաների նկատմամբ ինչ սպառնալիք են հնչեցնում կկոտրեն եկեղեցու փականները այսպես Տեր Արտաշեսը մասացիոտնի թեմից էր ահազանգում խնդրեմ մեզ մասով ձեր տեսակետը եւ ինչպես նաեւ քաղաքվանտարկյալների հետ կապված օրինակ մեկը Գյումրու ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ԱԱԾ մեկուսյանից հաղորդում է որ սա դանդաղ մարդասպանություն է իր եւ մյուսների նկատմամբ համեցեք Այո, այս բոլոր Բարսասիջան գեղարականները եպիսկոպոս, arczepiskopոսներ, Սամվել Գարաբեդյանը եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ այդ բոլոր ոչ մի ոչինչ չեն կործել, ոչ մի մեղք չունեն, իրենք բոլորն էլ քաղաքական բանդարյալներ են, որ խախտում է դեմոկրատիայի բոլոր սկզբունքները, այդ էլ պետք է բացահայտեն այդ երբ որ հավաքվեն ամերիկյան տեսփանան առաջ երբ որ փոխնակակա եւ Վարշավեդի շենքի առաջ եւ էլ ավելացնեն որպես կարևոր մի փողոք եւ պատգամ եւ այս մարտի այսինքն ոնց կարելի է մի եկեղեցու Բարսասիջան գեղարական arczepiskopos հետո Սամվել Գարաբեդյանը որ գցել են ամիսների ի վեր մի շատ խոնավ եւ ծանր իրավիճակում նույնիսկ առողջական հարցեր ունի որպես հետևանք կարծեմ թոքերու փորփոքում ունի միշտ բանդարգելները եւս վիրահատվում են հիվանդանոցում են եւ այլն հուսամ որ մեկը չի մահանա այդ հիվանդանոցում որտեղ եթե մահանա հազար անգամ ավելի պետք է բաժելի լինի Փաշինյանի այդ արարքները հուսամ այս մարտիկը կարող են դիմանալ մինչև հունիսին եթե նոր կառավարություն կա հայրենասեր ասկասեր կառավարություն այդ բոլորի նույն օրը բանդից կհանի գազադակրի եւ այս մարտոց երկար չարչարանքը այսպեսով գավարդվի Եվ վերջին հարց ժամանակն էլ ուղղակի մեր սուղ է միլիարդների հաստող պարգևավճարներ միայն իրենց եւ այսպես ասենք սովի մատնված թոշակառուներ եւ ոչ միայն խնդրեմ մեզ մասով ձեր տեսակետը Այո, դա շատ արդարոց եւ ցավալի մինուտ է ոչ միայն իրենք երկիր ղեկավարել երկրի ժողովրդին օգտակար լինելու մասին չեմ մտածում այլ նույնիսկ երբ որ հարցը բարձրացվի որ ինչի համար որ միլիոնավոր դոլարներ պարգևավճար դալիս են բոլորին իրենց մեծ մասը իրենց կողմի մարդոց բայց այդ դարիքոտ մարդիկ որ անկորձ են փող չունեն թոշակառու են այդ մարդիկը փող չեն ստանում եւ երբ որ հարցնում են Վարշավեդին մյուսներին թե ինչ է պատճառը որ թոշակառուները իրենց թոշակը չեն ավելացնում ասում է եթե 20000 դրամ եթե դանք ինչ պիտի անի այդ թոշակառուն այդ փողով well շատ ավելի վատ է այդ հարցի պատասխանը որ հարցնելու ես որ ինչ է անելու ԿԲ-ի
ղեկավարները եւ վարշավետը այդ միլիոնավոր դոլարի բարգեւավճարներուն նաեւ այս առիթով մի բան եմ ավելացնում այս հարցի վերաբերյալ դեսեք այսին ոչ մի բան ճիշտ չեն անում ամեն ինչ անում են որ սխալ ձևով են անում ուրեմն եթե ուզում են բարգեւավճար տալ ճիշտ ձևը հետեւյալն է եթե գա մի պաշտոնյա որ քերազանց աշխատել է եւ մեծ օգուտներ բերել է իր աշխատանքի մոդեցումով Հայաստանի կառավարության Հայաստանի ժողովրդին այդ մարդուն կարելի է բարգեւավճար տալ շնորհակալություն հայտնել որ այսքան հոյակապ աշխատանք է դարել բայց այդ է նորմալ ծավը բարգեւավճար տալու արեմուտքում են զանազան ընկերություններ եթե մի մարդ քերազանց աշխատող է այդ մարդուն բարգեւավճար տալիս են բայց Հայաստանը այդպես չի անում Հայաստանը տալիս է բարգեւավճար բոլորին բոլոր նախարարներին, բոլոր փոխնախարարներին, փոխվարչապետներին, վարչապետին, ազգային ժողովի անդամներին, այս բոլորն էլ քերազանց աշխատողներ են։ Պատասխանը ոչ է։ Կարելի է 1-2 հոգի քերազանցեն, եթե այդ մարդիկ բարգեւավադրեն, մենք հարց չունենք, բայց նույնիսկ այդ բարգեւավադրումը որ անում են սխալ ինչպես որ անում են ամեն ինչ սխալ ձևով, էս էլ սխալ է, այսին այդպիսի բաներ անում են, որ նույնիսկ մի փոքր երեխա կարող է այդքանը մտածել, իրենք այդ փոքր երեխայի ուղեղն էլ չունեն, որ կարողանան մի փոքր բան ճիշտ անեն։ Շնորհակալ եմ, պարոն Սասունյան, որ համաձայնեցիք այս զրույցին։ Ամենայն սիրով, բարի օր ձեզ։